Դրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձ տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական միջոցների չափը սահմանելու, պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները հաստատելու մասին հարցը, զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ներկայացված նախագիծը բխում է մշակույթի ոլորտում կառավարության քաղաքականությունից և ուղղված է մշակույթի տնտեսականացման ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը։ Մասնավորապես այս նախագծով հնարավորություն է ստեղծվում կինոարտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծել, խթանել համատեղ արտադրությունը և ոլորտում տնտեսական գործունեություն ակտիվացնել, նպաստել հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը, ինչպես նաև Հայաստանում կինոլորոտի մասնագետների մրցունակության բարձրացմանը, ֆիլմարտադրության զարգացմանը։ Պետք է նշել, որ Հայաստանում կինոյի ոլորտում իրականացվում են համատեղ արտադրությամբ կինո նախագծեր, սակայն ոլորտում առկա է պետական աջակցության և մասնավոր ներդրումային միջոցների սղություն, միաժամանակ օտարերկրյա ֆիլմարտադրողների հոսքը Հայաստան ևս սակավաթիվ է նպաստավոր պայմանների բացակայության պատճառով։ Սակայն ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են և աշխատաշուկան նույնպես և կարող են գրավչությունը ապահովել ոլորտի համար, մասնավորապես Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակները և ապահովել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ստեղծագործական, տեխնիկական և սպասարկման աշխատանքներն ու ծառայությունները։ Եթե նայում ենք թվերին, կինոարտադրության ոլորտում պետության կողմից տրամադրվող ֆինանսավորումը 2019-24 թվականների համար կազմել է տարեկան միջինում 309 միլիոն դրամ։ Նույն ժամանակահատվածում կինոարտադրողների կողմից ներդրվել է տարեկան միջինում 655 միլիոն դրամ։ Միաժամանակ մենք տեսնում ենք ոլորտում առկա է հետաքրքրություն և կան նախնական պայմանավորվածություններ տարբեր միջազգային հարթակների հետ համատեղ կինոարտադրության և Հայաստանում ֆիլմեր նկարելու մասով։ Միջազգային փորձը ուսումնասիրելով տեսնում ենք, որ այս արտադրությունը խթանելու համար կարևոր գործիք է ներդրումների մասնակի վերադարձի հնարավորությունը, որը ընդունված ձևաչափ է բազմաթիվ երկրներում և մենք մի շարք երկրներում, ինչպես նաև օրինակ մեր տարածաշրջանային երկրներում, Վրաստանում փորձը ուսումնասիրելով տեսնում ենք, որ հնարավոր է ապահովել կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը, միաժամանակ նպաստելով երկրի տնտեսական աճին։ Օրինակ Վրաստանում այս ծրագիրն իրականացվում է նկարահանիր Վրաստանում ձևաչափի ներքո, նմանատիպ մեխանիզմներ գործում են նաև Չեխիայում, Մալթայում, Խորվաթիայում, այլ երկրներում և այդ իմաստով նաև ցուցանիշները ցույց են տալիս, որ բավական արդյունավետ են։ Ինչ ենք առաջարկում։ Առաջարկում ենք, որ այս նախագծով օտարերկրյա ֆիլմարտադրողները, այդ թվում նաև հայաստանյան ֆիլմարտադրողների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարահանելու պարագայում, Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրված դրամական ծախսերի շրջանակում կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը։ Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից։ Որոշման նախագծով թվարկվում են նաև, թե որոնք են ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները և աշխատանքները, և այս եղանակով կարող է վերադարձվել ներդրումների մինչև 25%-ը։ Պետք է նշել, որ այս մոտեցումը կարող է խթանել թե կինոարտադրության ոլորտում ներդրումները, թե նաև ձևավորել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների, աշխատանքների որակյալ շուկա։ Միաժամանակ ներդրումների հավելյալ ևս մինչև 10%-ի վերադարձ կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության հանրահռչակման տարրերի առկայության դեպքում։ Կարևոր է ընդգծել, որ խոսքը ոչ թե ուղղակի հայկական մշակույթի կամ արժեքների արտացոլման մասին է,
այլ ուղղակիորեն Հայաստանի Հանրապետության հանրահռչակման, այսինքն Հայաստանին այնպիսի անդրադարձի, որը արժևորում, ներկայացնում եւ տեսանելի է դարձնում մերօրյա Հայաստանի Հանրապետության տարածքը, բնակավայրերը, կենցաղը, մարդկանց արժեքները եւ այլն։ Եվ սա նաեւ զբոսաշրջության խթանման եւ նաեւ երկրի տեսանելիության բարձրացման ուղղված քայլ է։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ բազային 25%-ի վերադարձը մրցունակ է դարձնում Հայաստանի Հանրապետությունը հարևան երկրների շարքում, խրախուսելով արտերկրի կինոարտադրողներին եւ սա ասում ենք նայելով նաեւ ուրեմն հարևանությամբ գործող երկրներում ձևավորված տոկոսները վերադարձի եւ սա դարձնում է արդեն մեր առաջարկը մրցունակ միջազգային շուկայում, իսկ հավելյալ 10%-ի հետ վերադարձը ստեղծում է նաեւ հնարավորություններ միջազգային լայն լսարանի արչև մեր հանրապետության հանրահռչակման համար, ասեմ, որ արդեն ունենք կնքված հուշագրեր այնպիսի հարթակների հետ, ինչպիսին է Netflix-ը եւ այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա, որպեսզի այդ պայմանավորվածությունները անցնեն գործնական հարթություն։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, ստացվում է, որ մենք ըստ էության ֆիլմարտադրության համար ներդրումների մինչև 35%-ի վերադարձի հնարավորություն ենք ստեղծում եւ այս կարգավորմամբ իհարկե մենք դրանից առաջ օրենսդրական լուծում էինք տվել հարցին, հիմա ուղղակի ընդհանուր օրենսդրական կարգավորումներով ճշգրտում ենք, թե որոնք ինչ բանաձևերով են հաշվարկվելու եւ ինչն է համարվելու այս ծրագրի շրջանակներում եւ տրամաբանությամբ եւ բովանդակության համապատասխանող ներդրում, ինչը չի համապատասխանելու, որը լավ է ճիշտ է, որպեսզի թափանցիկ լինի եւ կանխատեսելի լինի եւ կառավարության համար, եւ ներդրողների համար, եւ հանրության համար, եւ կարծում եմ, որ այո, կարեւոր նախագիծ է, բայց իհարկե օրենքի եւ ենթաօրենսդրական ակտի կառավարության որոշումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, շատ կարեւոր է, որ ըստ էության նաեւ մենք այս տեղեկությունը, այս հնարավորության մասին տվյալը հասցնենք այն պոտենցիալ շահառուներին, ովքեր կարող են հետաքրքրված լինել Հայաստանի Հանրապետությունում նման գործունեություն ծավալելով։ Իհարկե մենք պետք է քաջալերենք, որ ոլորտի մեր մասնավոր կազմակերպությունները իրենց համար նաև այս հնարավորությունը ձեռքներին ունենալով գործընկերներ փնտրեն, որովհետև նախագիծը նաև հնարավորություն է տալիս տեղական կինոարտադրողներին, որպեսզի նրանք գործընկերության մեջ մտնեն, այսինքն սա ըստ էության ակտիվ է նաև նրանց ձեռքում, որպես համաներդրում ըստ էության, որպեսզի իրենք կարողանան գործընկերային հարաբերություններ հաստատել պոտենցիալ գործընկերների հետ։ Խնդրեմ կան այլ դիտարկումներ, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, շատ ճիշտ նշեցիք, որ սա հնարավորություն է, որը պետք է նաև իրացնել եւ այս ուղղությամբ հաշվի առնելով, որ կինեմատոգրաֆիայի մասին օրենքով արդեն իսկ ներդրումների մասնակի վերադարձի քաղաքականությունը ձևակերպված էր, մենք նաև այս շրջանը օգտագործել ենք իրազեկման համար, պետք է ասեմ, որ մեր ուրեմն համապատասխան ոլորտի ներկայացուցիչները, մասնապես կինոյի ազգային հիմնադրամը ակտիվորեն մասնակցում է պետության աջակցության բոլոր կարևոր կինոփառատոններին եւ դրանք օգտագործում են նաեւ իբրև հարթակ մեր այս քաղաքականության իրազեկման եւ նշեցի, որ արդեն կնքված հուշագրեր ունենք որոշ նախագծերի, որոնք պլանավորվում են նկարահանել Հայաստանում եւ նաեւ ունենք բավականին լուրջ հետաքրքրվածություն տարբեր երկրների կինոարտադրողների կողմից ու կարծում եմ, որ սա շատ սպասված նախագիծ է ենթաօրենսդրական կարգավորումը, որովհետեւ հիմա այդ պայմանավորվածությունների գործնական իրացման հնարավորությունը ըստ էության մեկնարկում ենք։ Պիտի նաև նշեմ, որ քանի որ գործընթացը նոր է, մենք բավական երկար ենք քննարկել գործընկերների հետ, որպեսզի ճիշտ մեխանիզմները դնենք ու չենք բացառում, որ մի փուլ իրականացնելուց հետո գուցե որոշակի լավարկման տեղեր լինեն, բայց նաև կուզեմ հստակեցնել, որ սա նաև 2025 թվականի բյուջեում արդեն իսկ բյուջետավորված նախաձեռնություն է եւ եթե մենք այս տարվա ընթացքում էլ ունենանք արդեն իսկ այնպիսի ծրագրեր, որոնք կարող են համապատասխան աջակցությունը ակնկալել, արդեն իսկ այս տարի սա կարող է տեղի ունենալ։ Շնորհակալություն։ Այսինքն գործնականում հիմա մեխանիզմի իրական
աշխատելու համար այս որոշումը ընդունում ենք, հրապարակում ենք եւ այդ պահից արդեն ամբողջ համակարգը ներդրված է, մնում է ֆիլմ արտադրողները ներդրումը անեն, ձևաչափերին համապատասխան եւ իդ վճարը ստանան։ Շատ լավ, այլ դիտարկումներ չկան, ըստ այդմ դրվում է քվեարկության հարց, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։